Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եվ իրիկուն և առավոտ եղավ առաջին օրը Ծննդոց 1:5 Իրիկունը խավար էր, առավոտը լույս և այդուհանդերձ դրանք երկուսը միասին կոչվում են մի անունով, որը միայն լույսին է տրված, օր։ Սա ուշագրավ է, քանի որ ճշգրտորեն արտացոլում է հոգևոր փորձառությունը։ Յուրաքանչյուր հավատացյալի մեջ թե լույս կա, թե խավար, սակայն նա չպետք է մեղավոր անվանվի, որովհետև նրանում մեղք կա, այլ պետք է սուրբ կոչվի, քանի որ նրա մեջ որոշ չափի սրբություն կա։ Թող այս միտքը մխիթարություն և սփոփանք լինի նրանց համար, ովքեր սգում են իրենց տկարությունների համար և հարցնում. միթե ես կարող եմ Աստծո զավակ լինել, երբ իմ ներսում այդքան խավար կա։ Այո, կարող ես, քանի որ դու էլ օրվա պես քո անունը չես վերցնում իրիկունից, այլ առավոտից, և Աստծո խոսքում քո մասին այսպես է խոսվում. կարծես դու հենց հիմա էլ կատարյալ ես, ինչպես և շուտով լինելու ես։ Դու լույսով որդի ես անվանված, թեև քեզանում դեռևս խավար կա, և այդ անունը քեզ տրված է այն գերակշիռ հատկանիշի հիման վրա, որն Աստված է տեսնում քո մեջ, և որն ի վերջո քո մեջ մնացած միակ սկզբունքը կլինի։ Նկատիր, որ իրիկունն առաջին է գալիս, ի բնե նախևառաջ մենք խավար ենք, և այդ խավարը մեր հոգևոր ընթացքի սկզբում հաճախ մռայլ ու տրտմալի զգացողություններ է առաջացնում մեր մեջ, մղելով մեզ խոնարհությամբ բացականչելու. «Ով Աստված, ողորմիր ինձ, մեղավորիս» Ղուկաս 18:13 Այնուհետև, երբ շնորհքը հաղթում է մեր բնությանը, լուսանում է առավոտը։ Ջոն Բունյանը մի աֆորիզմ ունի, որն ասում է. այն, ինչ վերջում է մնում, մնում է հավիտյան։ Առաջին ինչ-որ պահի իր տեղը զիջում է վերջինին, սակայն վերջինից հետո ոչինչ այլևս չի գալիս։ Այսպիսով, չնայած դու ի բնե խավար ես, սակայն երբ մեկ անգամ լույս ես դառնում Տիրոջ մեջ, այլևս դրան հաջորդող իրիկուն չի մնում։ Քո արևն այլևս չպիտի մայր մտնի, Եսայի 60:20 Առաջին օրն այս կյանքում իրիկունից և առավոտից է բաղկացած, բայց երկրորդ օրը, երբ մենք արդեն հավիտյան Աստծո հետ կլինենք, իրիկուն չի ունենա, այլ միայն սուրբ, լուսավոր ու հավերժական ցերեկ։